Իդեպ Հայաստանյան քաղաքական դաշտում բավական ուշագրավ իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե կմտնի ընտրապայքարի մեջ, կմասնակցի ընտրություններին, եթե իշխանությունը գնա արտահերթ ընտրությունների։ Ճիշտ է, նա այս փուլում ընտրություններ անցկացնելը վտանգավոր է համարում, գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ընտրությունները լինեին իրավիճակը կայունացնելուց հետո, սակայն եթե իշխանությանը հաջողվի ավելի վաղ պարտադրել ընտրություններ, ապա ճիշտը մասնակցելն է։ Հակառակ դեպքում Ռոբերտ Քոչարյանի խոսքով հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատել իրենց իշխանությունը։ Այլ հարց է, թե արդյոք իշխանությանը կհաջողվի Ռոբերտ Քոչարյանի խոսքերով ասած պարտադրել արտահերթ ընտրություններ։ Ճիշտ է, Իմ քայլը խմբակցությունում դիտարկվում է խորհրդարանին ինքնալուծարման հնարավորություն նախատեսող սահմանադրական փոփոխության գաղափարը, սակայն հենց նույն խմբակցության падգամավորների կարծիքով դա մեկ խմբակցության անելիք չէ։ Այն պետք է ընդունվի ձայների բավական բարձր շեմով եւ ուրեմն անհրաժեշտ է լինելու խորհրդարանական ընդդիմության համաձայնությունը, որպեսզի գաղափարը դառնա նախագիծ եւ ընդունվի խորհրդարանում։ Բայց սա դեռ մի կողմ։ Ուշագրավն այն է, որ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած երկրորդ նախագահը աջակցում է հայրենիքի փրկության շարժում կոչվող միավորմանը, ում օրակարգում ոչ թե ընտրություններին մասնակցելն է, այն էլ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում, այլ վարչապետի հրաժարականին հասնելը։ Ճիշտ է, շարժման մասնակիցներն էլ ընդունում են, որ իրենց չի հաջողվել Փաշինյանի հրաժարականի պահանջը վերածել համաժողովրդական պահանջի, սակայն շարունակում են պայքարը, իսկ Վազգեն Մանուկյանը չի բացառում նաև ավելի կոշտ միջոցները ընդཐུպ մինչև ապստամբությունը։ Շարժումը հայտարարել է, որ մերժում է ընտրությունների օրակարգը, քանի դեռ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ ուրեմն ինչ ենթադրել։ Արդյոք ճշմարտություն են տարածված շշուկներն այն մասին, թե շարժման մեջ տարաձայնություններ կան եւ որ օրակարգում է Վազգեն Մանուկյանին փոխելու հարցը ենթադրաբար Ռոբերտ Քոչարյանով, թե Ռոբերտ Քոչարյանը խաղի մեջ է մտնում առանձին իր թիմով եւ իր օրակարգով։ Հիշեցնեմ, նա հայտարարել էր, թե ունենք քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, կա նաեւ թիմ։ Իշխանական ու իշխանամերձ շրջանակները վստահ են ու հայտարարում են, որ եթե ընտրությունը լինի Քոչարյանի եւ ներկա իշխանության միջեւ, ապա Քոչարյանը շանս չունի։ Իսկ Քոչարյանը ոչ պակաս վստահությամբ հայտարարում է, թե մեջբերում եմ մասնակցելու ենք եւ կրելու ենք։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, դրանք խոստանում են անչափ հետաքրքիր լինել։ Լավ մնացեք։